Այգին 10 տարի առաջ եմ հիմնել, հիմնականում ծիրանն է, դեղսենին է, խնձորենին է, նշենի ունեմ, բայց գերակշռողը իհարկե ծիրանն է, մոտավորապես 100 ծառա։ Առայժմ սեն արդյունքը չի, քանի որ ցրտահարությունը մշտապես լինում է։ Այս տարի էլ ցրտահարություն եղավ, հատկապես դեղսերը ցրտահարվեցին։ Անցած տարի մինչև 500 կիլոգրամ դեղս եմ ստացել, այս տարի իսկի 50 կիլոգրամ հազիվ լինի, որտեղ ցրտահարվեց։ Ծիրանը ոչինչ 2 տոննա ստացանք։ Տղա սիրացրեց։ Շատ դժվարությամբ իհարկե, շատ դժվարությամբ։ Իրանց ուզածն են ուզում, իսկ այն մնացածը գյուղացին դառնում է խնդիրի առաջ։ Նա էլ է վերջապես իր քրտիկը, չէ, իր արտադրանքը, իր արդյունքը։ Նա էլ ծախս պահանջը, չէ։ Ես լրաբերով էլ լսել եմ, ինչքան մարդիկ կան, որ գյուղացիների միրգը, ծիրանը հատկապես փչացել է։ Իսկ դրա համար էլ համապատասխան ցեխեր պիտի լինի, որոնք կոնսերվաներ վերցնեն, պահածուներ սարքեն եւ այլ։ Ոնց էր անում սովետական բոլորը իրանք տանում էին։ Կապ չուներ։ Ինչ ասես, ինչ պտուղ ասես ունեինք։ Դրա իրացումը հասարակ բան էր։ Իրան գալիս կամ մեր մեքենաներով բարձում ուղարկում էին գործարաններ, վերամշակման գործարաններ կան։ Լավն էին տանում, վատներ էին տանում, որից սպիրտ էին ստանում, որից ջեմեր էին ստանում, տարբեր տեսակի, այդ իրաց խնդիրներ։ Եվ մեզ մոտ այն ժամանակ մեր սոխոզն ուներ այգի, մոտ 25 հեկտար այգի ունեինք։ Եվ այդ այգու ամբողջ միրգը տեղափոխում էինք, մթերող կազմակերպություններ կար, այդ գործարանները վերամշակվող գործարաններ աշխատում էին։ Տալիս էինք իրանց, որ մնացած մասներ, որ պետք է ժողովրդին էինք վերավաճառում, ժողովուրդներ վերցնում։ Давай, поки, ապրես, մի հատ էլ поки, ապրես։ Գյուղը ապրելը հետաքրքիր է, բնության պայմաններում, այսպիսի գեղեցիկ երկրում, լեռներում, ապրում ես, բայց դժվարությամբ, չարչարում ես, ստեղծում ես, բարդություններ կան, մի հեկտարի վրա ավելի շատ ծախս ես կատարում, քան դրա եկամուտն ես ստանում, լեռնային գյուղ է, Վայքի շրջանի ամենամեծ գյուղն է, 1828-29 թվականներին են տեղափոխվել, հիմնել են այս գյուղը։ Այսօր բնակչությունը նույնն է, բայց ծնունդը քիչ է, ամենակարևորը, երեխեք չեն ուզում ունենալ, իսկ դա մեր հայրենիքի համար շատ վատ բան է, որպեսզի դու երկիր պահես, պետք է շատ երեխաներ ունենաս, ժողովրդով պետք է հզորանանք, ոնց որ ասում են զենք վերցնող է պետք, միայն զենքով չի, զենք պետք է վերցնենք, պահենք, պահպանենք մեր երկիրը, մեր այս երկիրը, քանի որ մենք շրջապատված է, գիտեք, ինչով ենք շրջապատված, մուսուլմանական երկու պետություններ, որոնք ցանկանում են, որպեսզի Հայաստանը չլինի։ Դրա համար մենք պիտի ուժեղանանք, բայց չեն ամուսնանում ջահելները, ամուսնանում են 1-2 երեխայով է բավարարում, իսկ ոնց կլի, օրինակ մենք, իմ ծնողներն ունեցել են 13 երեխա, հիմա իմ մի տղան ունի 8 երեխա, այդ մի տղաս ունի 3 երեխա, բա պետք է ժողովուրդը դրանով է առաջ գնում, սերունդը պիտի փոխվի, պետք է շատանա, այսօր 1 քառակուսի կիլոմետրի վրա մենք շատ պիտի ունենանք ժողովուրդ, որպեսզի կարողանանք բանակ ունենալ նորմալ, բանակ ունենք, բայց այդպես չի միայն, քանակով էլի կարևոր, քանակն էլ է որակ բերում, իսկ մենք ենք ասում ենք, հա, դե գիտես ինչ կա, մեր բանակը, չէ, այդպես չի, մեր հարևանները շատ բանակ ունեն, 100 միլիոն երկու կողմը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր 100 միլիոն բնակչության արդեն սահմանն են հատում։ Պատկերացնում եք ինչա նշանակում։ Իսկ մենք ընդամենը 3 միլիոն էլ չկանք։ Քանի որ անկախ պետություն ենք, պիտի դրա մասին էլ մտածենք։ Պիտի ստեղծենք բոլոր պայմանները, որ երիտասարդները ժամանակին ամուսնանան եւ ցանկանան երեխա ունենան։ Իսկ երեխա ունենալու համար եւ իրանք եւ պետությունը մեծ աշխատանքներ ունեն կատարելու։ Շատերն ասում են, դե գիտես, 2 հատ երեխայից 3-ը չեմ կարող պահել եւ իրոք իրավացություն էլ կա այնտեղ։ Դժվարություն էլ կա։ Իսկ այդ դժվարության հետ պետք է նաեւ պետությունը մտածի։ Ինչպես անի, որ երիտասարդները ժամանակին պսակվեն, ամուսնանան, ընտանիք կառուցեն, ունենան, այդպես ասած, հայկական իրոք մեծ գերդաստան ունեցող տնտեսություն։
պետք է ունենանք լավ խոշորացած, լավ տնտեսություններ, երեխաներով շատ։ Տունը պիտի մտնես երեխաները աչ ու ձախ վազ տան, էսան կապ չունի, պիտի շատ երեխա ունենանք, որպեսզի շատ զինվոր լինի, որպեսզի շատ հրացանվերսենք ու գնանք երկրի սահմանները պահպանենք։ Հողն է մեզ կապում այստեղ, մեր հայրենիքն է, մեր հողն է, մեր պապերի հողն է, մենք պարտավոր ենք պահենք, պահպանենք, հա, տանք մեր երեխեքին, մեր սերունդները մեզից վերցնելով հետագայում կտան իր սերունդին, դա բնական երևույթ է, դա մենակ մեր ազգին չի, բոլոր ազգերն էլ այդպես են։ Այսօր այգի եմ գցես, սա կարողանում եմ մի կերպ մշակել, բայց այն մնացած հողերը չեմ կարողանում մշակել։ Շատ ունեք հողեր։ Ունեմ մի 2 հեկտար էլ բանը ուրիշ տեղեր ունեմ, վարելահող է եւ այլ։ Ես հիմնել եմ, վաղ միսօր իմ սերունդները կշարունակեն, կվերցնեն, կմշակեն եւ այլ եւ այլ։ Բայց մենակ այգի ունենալով, այգի մշակելով չի, բայց մնացած հողերը։ Բա հացահատիկի հարցը, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող խնդիրն է սա։ Գյուղացին այսօր դարձել է ոչ թե արտադրող, գնող։ Ինչ է նշանակում գյուղացին խանութից բանջարեղեն գնի, հացահատիկ գնի եւ այլ եւ այլ։ Հասկացանք 100%-ով չի կարող ապահովի, գոնի 50-60%-ով կարող է ապահովի իր հողով ջրով։ Իսկ դրան հակառակ է այսօր։ 10%-ն է ապահովում, մնացածը բոլորը շուկայից կախված են։ Գյուղացին էլ է գնում շուկայից։ Սպառող է դառել, սպառող։ Քաղաքացին պետք է սպառող դառնա, գյուղացին արտադրող։ Այսօր գյուղացին էլ է մեծամասնությունը սպառող դարձել։ Այդ դրա համար էսպես կլինի։ Այն ժամանակվա սովետական պետությունը գյուղատնտեսության վերաբերյալ գիշեր-ցերեկ մտածում էր։ Թեկուզ մեծ վնասներ կրելով ամեն ինչ անում էր, որպեսզի հողը մշակվի, ցանվի, բերքը ստացվի։ Գալիս է մի պահ մարդուն ֆինանս չունի, որպեսզի գնա տվյալ դեպքում վառելիք առնի, սերմացու գնի, բերի ու դաշտը ցանի։ Սերմացուն էլ շատ դեպքում տալիս են այն ժամանակ արդեն բանից անցել է, որտեվ բնությունը չի նայում է, պահը պիտի ճարես, տոշը ժամանակին պիտի ցանես, որպեսզի բերք ստանաս, քանի որ մեզ մոտ ընդամենը տարեկան 300 մմ-ից մի քիչ ավել խոնավություն ունենք, անձրև։ Գարնանն է հիմնականում խոնավությունը։ Եթե մենք ուշ ենք ցանում, այդ դեպքում անձրևներ անցնում են, ցանում ես էլ անձրև չկա, հացահատիկը բերք չի տալիս։ Հետո բացին գյուղատնտեսությունն այդպես է, մեզ մոտ կա տարբեր գոտիներ, ուղազիկ գոտիներ եւ այլ ուղաց եւ այլ։ Տեղ կա որ մարտ ամսին արդեն կարելի է վարել ցանել, սերմացու չկա, դեռևս չեն բերել։ Այ քեզ բան։ Մինչև բերում են ընդեղ էլ չի կարելի, արդեն ընդեղ չորացել այլ վարես անձրևների ուշացար էլ անձրև չի տեղալու։ Եվ այդպես էլ ցանում ես լավ հետ չես ստանում։ Ժամանակին ամեն ինչ պիտի ժամանակին կատարվի։ Բոլոր երկրների համար առաջի հերթին արտադրությունն է, տնտեսությունն է։ Տնտեսությունն է որոշում տվյալ պետության ճակատագիրը։ Մենք չենք կարող չաշխատենք եւ ասենք հզոր ենք։ Այդպիսի բան գոյություն չունի։ Իսկ մեզ մոտ Հայաստանում առաջինը հենց սովետական միության ժամանակ արդյունաբերությունը մեզ մոտ շատ հզոր էր։ Շատ հանրապետությունների սովետական միությունից առաջ էինք մեր Հայաստանը։ Դու գիտեք Երևանում ինչքան գործարաններ գոյություն ունեին, գիշեր-ցերեկ աշխատում էին։ Մեր գործարանն այն ժամանակ ստեղի հայ էլեկտրոմասնաճյուղը 3 սմեն էր աշխատում։ 3 սմեն անդադ աշխատում։ Իսկ մի այո, իսկ մի չկա։ Իսկ այսօր մնացել է հիմնականը գյուղատնտեսությունը, մեծ արտադրությունը այսօր գյուղատնտեսությունն է, պետք է շատ ուժեղ զարգացվի գյուղատնտեսությունը։ Բոլոր ճյուղերով։ Չեմ ասում, որ կարող ապատάει մենք հացահատիկով 100%-ով մեզ ապահովենք, չէ։ Այդպես էլ եղել է, մենք չենք կարող 100% ապահովենք, բայց գոնե 50-60% մենք կարող ենք ապահովել։ Այնպես որ առաջ հերթին մենք պետք է զարգացնենք գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ունենանք մեծ տնտեսություն եւ մարդիկ աշխատատեղեր կունենան շատ եւ մենք ունենանք այդպես ասած եկամուտ եւ այդ եկամուտից պետությանը բաժին կանենք, որպես եկամտահարկ պետությունը կհզորանա, զանազան գործեր աշխատանքներ կանի ի նպաստ մեր ժողովրդին, մեր հայրենիքին։ Առանց տնտեսության մենք առևտրով, մեր երկիրը առևտրականությունն է։ Առևտրով մենք ամեն ինչը նստած է, մենք այսքան խնձոր ուղարկեցինք, այսքան ծիրան ուղարկեցինք, անցած տարի այսքան եւ այլ դրանով մենք մեր ներքին արդյունքն ենք հաշվում, չէ։ Այդ առևտրով չի կարելի միայն։ Անհրաժեշտ է տնտեսություն ունենալ, այն էլ հզոր տնտեսություն,
որ կարողանանք մեր երկիրը պահենք ու պահպանենք։ Նման դեպքում արդեն ժողովրդագրությունն էլ կամաց առաջ կգա։ Բանակը հզորացնելը էլի տնտեսությունից կախված բան է։ Ո՞վ է մեր բանակը։ Մեր երեխեքն են գնացել։ Եթե դու տնտեսություն չունես, հզոր չես, քու տունը, ընտանիքդ նորմալ չի ապրում, դու ոնց կարող ես լավ ընտանիք ունենալ, բազմանդամ զավակներ ունենաս, որ շատ բանակ ունենաս։ Դժվար է, չէ։ Բանակն էլ է տնտեսությունից կախված։ Էդ էլ է տնտեսության շնորհքով մեծանալու։ Եթե մենք ունենանք լավ տնտեսություն, ունենանք լավ ժողովրդագրություն, մեր երկիրը այսօր 3 միլիոնից դարձնենք 5 միլիոն, դու պատկերացնում ես մեր բանակն ինչքան կլի։ Այն ժամանակ մենք խոսում ենք այդ ցեղասպանությունից, որ խոսում ենք, հələ թող Արևմտյան Հայաստանում լիներ 10 միլիոն հայեր։ Ղալատ կաներ Թուրքիան, չէր կարա ցեղասպանություն գործեր։ 2 միլիոն բնակիչ ա եղել Արևմտյան Հայաստանում, 2 քանի, իսկ 10 միլիոնի այդ խաղ են անում։ Այդ խաղաղության մեջ շատ դժվարություններ կա, իհարկե դրանց պահանջները մեր հայրենիքի նկատմամբ շատ է, մյուս դրանց այդպես ասած ցանկությունները բավականի բարդ է, բայց որ ճանապարհները բացվի, մենք պետք է այդ ճանապարհի տերիտիրականներ լինենք, դա մեր հողն է։ Մենք ինքներս պետք է մեր ճանապարհը հսկենք, մենք ինքներս պետք է մեր ճանապարհի տերը դառնանք։ Թուրքիան միշտ էլ դրանց հետևում կայունած է, հենց այդ պանթուրքիզմը Իսրայելը կանյավ հետևը, Պակիստանը կանգնեց եւ այլ դրանք ուժեղացրին այս երկրին, մենք կարողացանք մեզ հաղթել։ Իհարկե մենք էլ մեր բաներն ունեինք, բացական կողմերն ունեինք, մենք էլ միշտ ասենք մենք հաղթող ենք, մենք կհաղթենք եւ այլ, մեր բանակը ուժեղ է եւ այլ, բայց այդպես չի։ Այդպես չէր։ Պարզվեց, որ մենք իրոք անպատրաստված էինք, դրանք էլ մի քիչ որ հաղթեցին, արդեն մի քիչ բարձր դիրքով են խոսում։ Պես է էլի, դա բնական է, կլինի, բայց մենք պետք է մենք էլ մեր բռունցքը ցույց տանք։ Ասում են Երևանը ինչ որ Երևան։ Լսի, Բաքուն էլ մերն էր, մենք ենք սարքել էլի։ Սա ամբողջ նավթագործերն ովքեր են եղել։ Դուք որ չկայիք հələ խլուրտային կյանք էին վարում միջինասիական երկրներում։ Ոնց եղավ որ հիմա Բաքուն էլ այն ժամանակ ամբողջ Գանջան, սա ամբողջ Խալնարից բռնած ամբողջ Հարթավարյան Լեռնային Ղարաբաղ հայեր էին ապրում էլի։ Մինչև Լենքորան հայեր են ապրել, եղել է։ Հա, եկել են ցեղախմբեր են, եկան տեղավորվան եւ այլ։ Երևանը որ կառուցել էին, իրանք ստեղ չէին, իրանք մողոլ թաթարները որտեղ էին։ Այնց որ մենք պիտի դրանց հասկացնենք, այնգեր, եւ որ դուք մողոլ թաթարների ժամանակ խլուրտայի կյանք էիք վարում, ստեղ Հայաստանը քաղաքակիրթ երկիր էր։ Հայերը որպես ոսկոր, դրանց կոկորդի ոսկոր, միշտ էլ խոչընդոտ են եղել։ Եվ դրանք ցանկացել են, որպեսզի Հայաստանը վերացնեն։ Դե իհարկե հայ ժողովուրդը կռվել է, կարողացավ դիմադրել եւ մինչեւ այսօր ապրում է եւ պիտի շարունակի ապրի։ Դրանց նպատակը ցանկությունը միշտ էլ այդպես է, որ կարողանան կապ հաստատեն միջինասիական պետ, թուրանական պետություն պիտի գնա հասի Ղազախստանով, բանով ամբողջ, այդպես էլի։ Դա նաեւ ռուսին ձեռ չի տալիս։ Ռուս էլ չուզում։ Եթե ռուսը ցանկանա այդ պանթուրքիզմ, այսինքն ռուսել պիտի նեղվի, չէ՞։ Որտեղ ամբողջ Միջինասիան, Ղազախստան սա մուսուլմաններ են։ Այնպես որ դրանց էլ ձեռ չի տալիս։ Մեզ ընդհանրապես ձեռ չի տալիս։ Դրանք այդ բոլորը անում են, կամաց։ Իսկ դրա համար որ դրանք չկարողանան եւ մանչանը մենք պիտի հզոր լինենք, որ կարողանանք մեր ճանապարհի վրա ինչ որտեղ մատ թափ տանք դրանց վրա։ Միայն հզորությունից է կախված։ Խեղճ որ լիներ թույլ եղար, բնականաբար իրանք ամեն ինչ էլ կանեն։ Իհարկե դրա վախը կա, դրա բարդությունը, դժվարությունը կա ինչ որտեղ։ Մենք էլ ենք վախենում, բոլորս էլ ենք վախենում։ Մի խումբն ասում է գիտես, ոչ մի բան չի լինի, մի խումբն ասում է գիտես կլինի, եւ դրա մտավախությունը կա, ոչ միայն գյուղացիների մոտ, այլ բոլոր մեր հայ ազգի մոտ կա։ Հա, այնպես որ մենք պետք է զգուշ լինենք դրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք, որ իրանք իմանան ուժեղի հետ են գործ ունենում։ Եթե իմանան թույլ է, Թուրքիա այդպեսի մի բնավորություն ունի։ Ես որ աշխատել եմ Կարմաշեն գյուղում եւ Թուրքիային եւ միասին Ադրբեջան գալիս է մի բան էր ուզում, եթե մի քիչ թույլ էր ասում, բան հաջորդ օրն էր գալիս։ Հաջորդ օրը որ գայ արդեն ասում է չէ, հնարավոր չի, չէ, վերջ։ Ու գնում էր չէր գալիս։ Դրանց մոտ այդ բնավորություն ունեն էլի։
Խեղճ ես, միշտ էլ ցանկանում են իրանց այդպես ասած ծրագիր իրականացնել։ Դրա համար մենք պետք է հզոր լինենք։ Պետությունը մենակ այսօր այն չի, որ այսօր իշխանություններն են։ Հասկացանք։ Մենք ենք ընտրել, դա մեր իշխանություններն են։ Բայց այսօր մեզ մոտ տեղի ունենում շատ մի, ոնց ասեմ, ասենք ընդդիմություն եւ բան իշխանություն։ Ընդդիմություն պիտի լինի։ Ընդդիմությունն լա իշխանություն այսօր։ Դրանք էլ են ձեն վերցե մեզնից։ Միասին պետք է այդ ամեն ինչը անեն, ոչ թե իրար հետ կռվեն։ Ծրագիր իրանք մի ծրագիր չեն ներկայացնում։ Միան քննադատելով, վիճելով, ասելով, ոչ մի բան չանելով, թողնելով մի իշխանության վրա, այդպես հեշտ չի։ Իշխանությունը կձգտի իրան կասի, դրանք էլ իրան, այսպես քաշշուկ, եւ այդ կռվի մեջ ոչ մեկն էլ չի օգտվում։ Իհարկե իշխանությունը պիտի շատ քայլեր անի։ Այն քայլերը, որ այսօր անում է, դեռևս այն չի։ Դեռևս տեղում մենք չենք ստանում այդ ինֆորմացիան։ Գալիս է, բայց ալիքը այնքան թույլ է, որ մինչև ասնաստեղ համարյա ոչինչ չենք։ Այդ ձևի է։ Այնպես որ մեր երկիրը պետք է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը միացալ կերպով մեր հայրենիքի մասին, մեր ժողովրդի մասին մտածեն։ Մեր հայրենիքը պիտի հզորացնեն։